Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Մինա Սավետիսյան, Էդգար Շահինի, Հովանես Զարդարյան, համաշխարհային մեծությունները Գավառում 19 և 20-րդ դարերի դասականները մեկ հարկի տակ են ավելի քան 30 տարի, այժմ նոր մասնաշենքում։ Գեղարքունիքի մարզում վերաբացվել է ազգային պատկերասրահի Հրաչյա Բունյաթյանի անվան մասնաճյուղը։ Հիմնադրվել է դեռևս 1991 թվականին և դրա հիմքում կամայական հավաքածու չէ։ Դրա հիմքում ակադեմիկոս Հրաչյա Բունյաթյանի սեփական ընտրությունն է։ Հայ դասականների կողքին նաև ռուս նկարիչներ Աննա Օստրաումովա Լեբեդևայի, Արթուր Ֆոնվիզինի, Գեորգի Վերեյսկիի գործերն են։ Հիմնական ցուցադրությունից բացի պատկերասրահը ունի ժամանակավոր ցուցասրահ, որտեղ այժմ ներկայացված են չցուցադրված գործեր ազգային պատկերասրահի ֆոնդից։ Էքսպոզիցիայի հիմքում Սևանն է և շրջակա միջավայրը, գյուղական բնակավայրերով ու բնապատկերներով։ Եվ արտերկրաց այցելուն, եւ տեղի այցելուն, այստեղ գալիս յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր մասնաճյուղ մարզային այցելելիս պատկերացնի, թե ինչպիսին է այդ մարզը, ինչ սարեր ձորեր ունի, ինչ տեսարժան վայրեր ունի, ինչ մարդիկ ունի։ Եվ այսօր այստեղ մենք ներկայացնում ենք գլխավորապես Գեղարքունիքի մարզը, Սևանը, Գավառը։ Ակադեմիկոս Բունյաթյանի հավաքածուի 4 տասնյակից ավելի արժեքավոր գեղանկարներից զատ ցուցասրահում գծանկարներ են, գրաֆիկա, քանդակ։ Վերաբացումից առաջ երևելիների վրձնած կտավները երկրորդ կյանք են ստացել ազգային պատկերասրահի վերականգնման բաժնում։ Նայում ես ուղղակի ես չեմ ճանաչում այդ նկարները, քան է փոխվել։ Ակադեմիկոս Բունյաթյանը եղել է ոչ միայն կերպարվեստի, այլև արվեստի մյուս ճյուղերի, գրականության, երաժշտության սիրահար ու գիտակ։ Աչքի ընկնող գործերը ձեռք է բերել հայրենականի տարիներին։ Նկարիչները, որ վատ պայմանների մեջ են եղել, նրանք առաջարկել են այդ կտավները, եթե դրանք մի կրկնակի դերակիքներով նրանց բարձրացրել է։ Կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Բունյաթյանը Հայաստանում կենսաքիմիայի ինստիտուտի հիմնադիրն էր, ԽՍՀՄ և 9 այլ երկրների գիտությունների ակադեմիայի անդամ։ Արժեքավոր հավաքածուն պատկերասրահին նվիրելու նրա ցանկությունը մահվանից հետո իրականացրել է այրին։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։